Վարդան Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է, հայտնել են քննչական կոմիտեից։ Պաշտոնական այցս Ղազախստան նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևի հետ հանդիպմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմընդունելության համար։ Կողմերի առանձնազրույցին հաջորդած ընդայնված կազմերով հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցությունը զարգացնելու քայլերը։ Հայաստանն ու Ղազախստանը համագործակցությունը կբարձրացնեն ռազմավարական գործընկերության մակարդակի։ Ղազախստանի նախագահն ասել է, որ պատմական փաստաթղթեր են ստորագրվելու Հայաստանի հետ, ներառյալ փաստաթուղթ, որը երկու երկրների հարաբերությունները կդարձնի ռազմավարական։ Նա նաև ասել է, որ Ղազախստանն ու Հայաստանը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն երկու երկրների միջև ուղիղ չվերթեր հաստատելու համար։ Ղազախստանի նախագահը Հայաստանի վարչապետին պարգևատրել է Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով ոսկե արծիվ շքանշանով։ Տոկաևը համոզմունք է հայտնել, որ դա հայ-ղազախական անխախտ եղբայրության ևս մեկ վառ խորհրդանիշ կլինի։ Վարչապետի Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրները ստորագրել են 1 տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնց տնտեսական հարցերին առնչվող մասը բավական կարևոր նշանակություն է ունենալու։ Լրագրողների հետ զրույցում նշել է փոխվարչապետը, ընդգծել վերջին շրջանում եղած լոգիստիկ լուծումները վկայում են գործակցության մեծ ներուժի մասին։